Քանի որ հարց չկարողացա տալ, պարոն Պապիկյան, ընդամենը մի քանի առաջարկ եմ ուզում անել, եթե հաշվի կառնեք, հարկ կհամարեք, այս ժամկետի կրճատումից հետո կարծում եմ մենք ավելի խիստ պետք է լինենք նրանց նկատմամբ, ովքեր տարբեր եղանակներով փորձում են ազատվել զինվորական ծառայությունից։ Նկատի ունեմ քաղաքացիության փոփոխությունը, այսինքն այս օրենքի ընդունումից հետո մենք պետք է նաև վերադառնանք այդ խնդրին, որ ով երբ ցանկանա իր որդուն քաղաքացիություն չփոխի։ Երկրորդը, այդ բժշկական պատճառներով ազատվելը առանձին դեպքերում խիստ ծանր հիվանդությունները հանած, ես կարծում եմ բոլորը պետք է զորակոչվեն բանակ ու իրենց համար կգտնվի այն տեղը, որտեղ իրենք կարող են իրականացնել այդ ծառայությունը։ Ես կարծում եմ նաև, որ մենք պետք է Պաշտպանության նախարարությունը կրթության, գիտության նախարարության հետ վերանայի ռազմագիտության առարկայի անցկացումը դպրոցներում եւ 15-16, ես չգիտեմ հիմա դա որ դասարաններին է համընկնում, բայց 15-16 տարեկանները պետք է իմանան պայմանական ասած ավտոմատ քանդել հավաքելը արդեն դպրոցում, բայց հիմա տեխնիկան փոխվել է, կարելի է ծանոթացնել նաև այլ զինատեսակների հետ եւ դա արվի դպրոցում, որպեսզի ուսումնական զորամաս գնալուց առաջ արդեն ահագին սովորած լինեն, ինչպես մեր իմ սովորած տարիներին եւ կարծում եմ նաեւ կարող է տարօրինակ հնչել, բայց Պաշտպանության նախարարությունը նորից կրթության, գիտության նախարարության հետ պետքա շատ խիստ հսկողություն սահմանի, թե դպրոցներում ինչպես է անցկացվում ֆիզկուլտուրայի առարկաները, որովհետև հիվանդ Նազարյան ջան, խնդրում եմ ավարտեք, էլի հարգելի գործընկերներ, ոչ մեկը ժամանակին չեք հետևում։ Հենց նորավոր, ես չէի տեսել որ ավարտել։ Դե ավարտեք։ Լավ, ավարտեցի։